Ես չեմ նկարում Օսկարի կամ Լուվրի համար, դա ինձ հետաքրքիր չէ, ես պատմում եմ մարդու մասին։ Մարդու մասին էր պատմում և անում էր դա մարդու համար, վարդագույն քաղաքի վերջին հիպպին։ Ռոբերտ Սահակյանց, նա հայ մուլտիպլիկացիայի հանճարն էր և միշտ էլ համոզված է եղել, որ իր հետքն է թողնելու պատմության մեջ։ Ասում են, երբ Վիլյամ Սարոյանը Հայաստանում էր, նրա ֆիլմեր ցույց տալու ժամանակ նկատում են, որ մեծ գրողը ձանձրանում է և որոշում են ցույց տալ այդ ժամանակ դեռ անհայտ մուլտիպլիկատորի աղվեսագիրքը։ Նայելուց հետո Սարոյանն ասում է. «Սա լավագույնն էր, ինչ դիտել էի»։ Երբ այդ դեպքը պատմում են Ռոբերտին, նա ուղղակի ասում է. «Ուրեմն կարգին մարդ է»։ Չէր պլանավորել, որ մուլտիպլիկատոր է դառնալու։ Առաջին անգամ ստուդիա է գնում մոր խնդրանքով, բայց հենց այդ օրվանից էլ պարզ դարձավ, որ հայ մուլտիպլիկացիան հուսալի ձեռքերում է։ Առաջին մուլտը աղվեսագիրքն էր, և դա այն գործերից էր, որ հեղինակից երկար է ապրում։ Նրա հեքիաթների բեմադրումը ստանդարտ չէր, դրանք պատմություն էին իրականին մոտ, իրենց առանձնահատուկ հայկական ինքնահեգնանքով։ Ետերնեն թող երկու ապ ունենան, աչ ու ձախ։ Արդար հոսում։ Ինձ համար կարևորը խոսքն է։ Ի վերջո ես խոսքն եմ դարձնում պատկեր։ Ինձ համար պատկերը միտքն արտահայտելու միջոց է, ասում էր նա։